Ողջույն սիրելի քուրեր եւ եղբայրներ։ Նորից հարցերի պատասխանը շարունակվում է։ Ասեմ, որ այսօր ես մենակ եմ, ինչպես նկատեցիք, Մելանյան հարգելի պատճառով այսօր չի մասնակցի նկարահանմանը։ Բայց հաջորդներին արդեն հիասին կլինենք, հաջորդ հարցերի պատասխաններին։ Ես մի բան եմ ուզում ասեմ, որ շատ եմ խնդրում բոլոր հարց տվողներիդ, ում որ հետաքրքրում է Աստվածաշունչը հոգևոր իմաստով, թեկուզ մարմնավոր, ինչ հարց ուզում եք տվեք, ու նկատի ունեմ մարմնավոր, ոչ թե մարմնավոր կյանքի հարց, այլ Աստվածաշնչից թեկուզ մարմնավոր գրով հարցեր էլի, ոնց կուզեք։ Եթե տալիս եք այդ հարցերը, շատ եմ խնդրում, տվեք, գրեք կոմենտարիաների տակ ձեր հարցերը, որտեղ մեկը գրում է Մաքսով, մյուսը գրում է WhatsApp-ով, կամ ասենք ուրիշ տեղերում է գրում այդ հարցը, իսկ ստեղ Ռուսաստանում քանի որ ինտերնետ չկա, VPN եք միացնում, մի խոսքով մի կերպ, ու ես դրանից ելնելով շատ ուշ եմ մտնում, ասեմ WhatsApp կամ մյուս ասենք տեղերը։ Դրա համար շատ եմ խնդրում, որ գրեք կոմենտարիաների տակ, այդ YouTube-յան էջում, երբ որ նայում եք դրա տակ կոմենտարիաների տակ գրեք ձեր հարցը, որպեսզի նայեմ, շուտ տեսնեմ ու շուտ պատասխանեմ։ Հիմա ես մի հարցին պատասխանում եմ, ես չգիտեմ այս հարցը երբ են տվել, միգուցե ամիսներ առաջ, միգուցե նոր են տվել, ես չգիտեմ, որտեղ շատ ուշ եմ մտնում։ Նոր եմ նկատել այս հարցը եւ նոր պատասխանում եմ այս հարցին։ Արտահերց sense ասած ու հետո կանցնեմ առաջ։ Մինչև այդ հարցին անցնելը մեկը նորից հարց ա տվել ինձի Մատթեոս 15:26-ը, որ մեկնաբանենք։ Այս այն մասինա, որ Հիսուսն ասում է քահանացի կնոջը, թե լավ չի, որ երեխեքի հացը վերցնեմ ու շներին տամ։ Սիրելի հարց տվող, այդ մասին ես խոսացել եմ 573-րդ թողարկման մեջ։ Դուք փնտրեք YouTube-յան էջում 573 թողարկումը եւ նայեք։ Նորից որպեսզի երկու անգամ չմեկնաբանենք, երկու անգամ չասենք։ Հիմա այս հարցը այսօրվա, Աստված օրհնի ձեզ բոլորիս։ Արկադի եղբայր ջան, կմեկնաբանեք հարցս։ Արդյոք քրիստոնյան միևնույն ժամանակ կարող է ունենալ իր մեջ եւ Սուրբ Հոգի եւ դևեր։ Կանխավ շնորհակալ եմ։ Այո, սիրելի հարց տվող, կարող է, որովհետեւ մարդը, նորից եմ ասում, մարդկային ուղեղը երկու կիսագնդից է բաղկացած։ Ձախ եւ աջ կիսագնդերից։ Ձախ կիսագունդը ամբողջապես ծառայում Աստծուն հակառակ, մարմնավոր մտքեր, չար մտքեր, չարություններ, մի խոսքով ծառայում է դևին, sense ասած։ Իսկ աջ ուղեղը Աստվածայինն է, բարին, որը որ Աստծուն կամքին հաճելի է, Սուրբ Հոգու առաջնորդությունն է։ Ամեն մարդու մեջ կա այս երկու կիսագունդը։ Մենք երբ որ ընդունում ենք Քրիստոսին մեր մեջ, այսինքն Սուրբ Հոգուն երբ որ ընդունում ենք մեր մեջ, Սուրբ Հոգին մեզ միտք է տալի անդադ։ Երբ է միտք տալի, երբ որ ես չարություն եմ անում, ինձ միտք է տալի, մի արա, դա լավ չի։ Դա գողություն է, Աստծո պատվիրանն ասում է մի գողացի։ Գողանալու հետևանքները սրանք են, շատ վատ հետևանք կունենա։ Արդյունքը շատ վատ անելու։ Մի խոսքով ու մնացած ամեն մի բարի ու չարի եւ վերջապես պատերազմի մեջ է մարդը։ Չարի ու բարի պատերազմի մեջ է։ Իսկ չարի ու բարի պատերազմը կատարվում է մեր ներսի աշխարհում։ Մեր ներս ասելով նկատի ունենք մեր հասկացողության մեջ է այդ պատերազմը կատարվում։ Չարն ասում է արա էս, գողացի, որ չգողանաս ոնց ապրես, իսկ բարին ասում է ոչ մի գողացի, որ չգողանաս հավիճենական կյանքը կշարունակես։ Ու այս պատերազմը շարունակում է մեր հետ, ամեն մի հավատացյալի հետ, մինչև իրանց կյանքի վերջը։ Ձեր հարցը մի քանի օրինակներ բերեմ Աստվածաշնչից, որպեսզի ավելի մատչելի լինի, ավելի հասկանալի։ Գաղատացիների 5-րդ գլուխ 25-րդ խոսքում գրված է. Եթե հոգով եք ապրում, հոգով վարվենք, Պողոս առաքյալն ասում։ Եթե հոգով եք ապրում, եթե հավատացյալ եք, արեք հավատացյալի բարի գործեր արեք։ Այսինքն նշանակում է հավատացյալի մեջ, հոգով մկրտվածի մեջ կարա լինի նաև դե, որ չար գործեր անի։ Այսօր եթե ես բարկանում եմ այսօր, Սուրբ Հոգին չի բարկանում, դևն է բարկանում։ Եթե ես այսօր մի չար բան եմ անում, դատում եմ, պամփասում եմ եղբորս կամ անիծում եմ կամ նախատում եմ, մի խոսքով, դա դևն է անում։ Իսկ եթե ես աղոթք եմ անում, բարի գործեր եմ անում, դա Աստված է անում։ Հիսուս Քրիստոսը միտեղ մի միտք ասեց, ես էլ ասեմ, որպեսզի ավելի լայն հասկանալի լինի մեր մտքերը, սիրելի հարցվող, մարդը չի կարող երկու տիրոջ ծառայի։
Կամ մեկին պետք է արհամարի, մյուսին սիրի, կամ մյուսին պետք է սիրի են մյուսին ատի։ Հասկանում եք, սա նշանակում է այսպես, որ եթե ես մի չար գործ եմ որոշի անեմ, ենթադրենք որոշել եմ, որ սուտ ասեմ, խաբեմ, կամ գողանամ, որ ապրեմ, ես ծառայելու եմ գողությանը, այս տիրոջը, ես Աստծուն չեմ ծառայեմ, որովհետև աղբյուրից մի ձևի ջուր է գալու, երկու ձևի ջուր չի գա, ես չեմ կարող համ Աստծուն ծառայեմ, համ գողանամ, համ չգողանամ, դες չի լինի։ Դրա համար ասաց Հիսուսը, որ մի բան արեք, չարին եք ծառայեմ, չարություն եք անում, այդ աղբյուրից չար ջուր է գալու։ Եթե բարին եք ծառայում, արդեն այդ տիրոջը չարին եք արհամարում, բարին եք ծառայում, բարի բան եք անում։ Սա էս միտքն է, բայց երկու միտքն էլ մեր մեջ, երկուսն էլ, եւ Սուրբ Հոգին եւ չարությունը կա մարդու մեջ, որտեղ մարդը իր էությամբ ծնվել է չար, հողից է վերցվել, իսկ հողի մեջ կա լիքը բազմազան նյութեր, հասկացողություններ։ Դա ադամականն է, իսկ Քրիստոսը սրբությունը բերելով մեր մեջ, ադամականի դեմ պայքարի ու պատերազմի մեջ է մտնում։ Հաղթելով ադամականին մենք սրբվում ենք, բայց ոչ ամբողջապես։ Ես ամբողջապես սրբված եմ Քրիստոսի մեջ, բայց նաև սայթակում եմ սատանայի մեջ։ Պողոս Առաքյալն ասում է, ինձ նմանվեք, ես Քրիստոսին եմ նման, սուրբ եմ ես, որովհետև ամբողջ Աստվածաշնչի սրբությունը ընդունել եմ, ես սուրբ եմ։ Նույն Պողոս Առաքյալը արտահայտվում է նոր կտակարանի մեջ, ավետարանի մեջ, ասելով, թե մեղավորների գլուխն եմ ես։ Իսկ մեղավորը դևն է, չէ՞ մեղքի մեջ գցում, ուրեմն դևն է մեղավորություն տալի իրան։ Կամ օրինակ վերցնենք Պետրոս Առաքյալին։ Հիսուս Քրիստոսը տվեց Սուրբ Հոգին Պետրոսին, փչեց, ասեց, առեք Սուրբ Հոգին ձեզի, ուղարկեց դևեր հանելու, իր հետ ընտրեց իրան 3 տարի 6 ամիս իր հետ պտտեց Պետրոսը ու մնացած առաքյալները, բայց Պետրոս Առաքյալին վերջի պահերին Հիսուս Քրիստոսն ասաց, որ ետից գնա սատանա։ Ինչա Պետրոսը հիմի ո՞նց է, Քրիստոսիններ ընդունել էր Սուրբ Հոգին, թե սատանայիններ։ Ասեց ետից գնա սատանա, որովհետև դու մարդկորայինն ես մտածում, ձախ ուղեղով ես մտածում, աստվածայինի չես մտածում։ Սիրելի հարցնող, ես ուզում եմ կարդամ ամենքի շինության համար Մատթեոս 6-րդ գլուխ 24 խոսքն էլ, Մատթեոս 6-րդ գլուխ 24-րդ խոսքը։ Հա, էսի հենց նոր ասեցի, երկու տիրոջ չի կարա ծառայի, մեկին պետք է արհամարի, մեկին սիրի։ Լավ։ Հիմի Եփեսացիների կարդանք։ Եփեսացիների 6-րդ գլուխ 12-րդ խոսքը։ Որովհետև մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ է։ Մեր պատերազմը, աստվածային պատերազմը այն չար հոգիների հետ է, որը երկնավորների, մենք երկնավոր ենք, տիրոջն ենք մենք, որոնք որ մեր մեջ են։ Դրանց դեմ է պատերազմը։ Այստեղ ավելի բառը, ավելի պայծառ բարձ ասում Պողոս Առաքյալը։ Այնպես որ սիրելի հարցնող, սիրելի քույրերի եւ եղբայրներ, մի գայթակղվեք երբեք, երբ որ դուք Սուրբ Հոգով կմկրտվեք, բայց մի հատ սխալ կանեք։ Մի գայթակղվեք, որովհետև այդ սխալը, այդ դև հասկացողությունը մի քիչ կոպիտ է հնչում, բայց մեր մեջ է։ Սատանեն մեր մեջ է, ոնց որ Պետրոսի մեջ հայտնվեց սատանեն մարդկորեն խոսալու ժամանակ։ Հիսուսն էլ հանդիմանեց իրան։ Նույնը մենք մարդկորեն երբ որ մտածում ենք, երբ որ երկրավոր ենք մտածում, երբ որ գրով ենք մտածում, հակառակ ալնում սրբությանը, դա դևն է, դա սատանան է։ Դրա համար երկուսն էլ մեր մեջ է, երկուսն էլ մեր մեջ է։ Մենք ունենք մի հատ Աստվածաշունչ, որը եւ դևի գիրքն է, եթե մարմնավոր ենք կարդամ, եւ նույն այդ գիրքը, եթե հոգով ենք կարդամ, փրկության գիրքն, Աստվածային գիրքն է։ Ես անդադ ասում եմ, մի անգամ էլ կասեմ, որ այն ծառը, որ Աստված դրախտի մեջտեղում տնկեց, սա Աստվածաշունչն էր, չարի ու բարի գիտության ծառն էր, կյանքի եւ մահվան ծառն էր։ Աստվածաշունչը կյանքի եւ մահվան ծառ է։ Եթե մարմնավոր առաջնորդվենք, կմահանանք, մահի ծառա դա։ Եթե նույն Աստվածաշունչը մենք հոգեոր կարդանք, կյանքի ծառա դա, կյանք է տալու մեզ։
Սա պետք է մենք հասկանանք, սիրելի քորիս եւ եղբայրս, որպեսզի կարողանանք ճշմարիտ ծառայել Աստծուն, ճշմարիտ երկրպագել Աստծուն։ Այլապես մենք անընդհատ կսխալվենք ու կհասկանանք, կմտածենք, որ Աստծուն ենք պաշտում, բայց մեր գործերով կուրանանք Աստծուն։ Սա ասում է Աստվածաշունչը։ Մենք մեր կյանքի վրա էլ փորձի, մեր կյանքի փորձից վերցնելով տեսնենք մեզ, նորից ենք հիշում այն տեղը, որ մի եղբայր կար ասում էր, մեր հովիվը ինձի ասում էր, որ պետք է ատես քո հորն ու մորը, քո կնոջ երեխեքին, որպեսզի ծառայես Քրիստոսին, այլապես չես կարա ծառայես իրան։ Հովիվը ճիշտ էր ասում, գրով էր ասում, Աստվածաշնչով էր ասում, բայց քանի որ գրով էր ասում, դա սատանայի ուսմունք էր։ Ես այսօր ատում եմ իմ հորն ու մորը, իմ կնոջը, իմ երեխեքին, բայց հոգիով եմ հասկանում։ Մինչև Քրիստոսին աշակերտ ելնելը իմ, ես ծառայել եմ սատանին, որը հայրն էր իմ։ Ես ծառայել եմ հպարտությունը, որից ծնված էի, մայրն էր իմ։ Ես ունեցել եմ ցանկություն, որը չար բաների է ցանկացել։ Դա իմ կինն է, ցանկությունն է։ Ես ծնել եմ որդիներ, որը իմ գործերն էին։ Ես ատեցի այդ բոլորին, որ դառնամ Քրիստոսին աշակերտը։ Այլապես ես չեմ կարող Քրիստոսի աշակերտ դառնալ, մինչև չատեմ իմ հորն ու մորը։ Բայց այս հովիվը, այս եղբայրը ասել էր մարմնավոր գրով։ Եվ այս եղբայրն էլ ատել էր իր ծնողին, զանգել էր ծնողը, հեռախոսը չէր վերցրել, ատել էր 2 տարի, չգիտեմ քանի ամիս, ասեց ես ատել եմ ծնողներին հովիվի խոսքից ելնելով։ Դա սատանայի ուսմունք չի արդյոք։ Այո, սատանայից է դա, բայց գիրն է ասում, գրվածն է ասում Աստվածաշունչը, Հիսուսն ասեց։ Հիսուսը գրով ասեց, Պողոս առաքյալը հաստատեց նույն Հիսուսի խոսքով հոգիով, որ գիրը սպանում է, հոգին է ապրեցնում։ Շատ բան կա, որ Աստվածաշնչի մեջ գրված է մարմնավոր օրինակներով, բայց մարմնավոր օրինակը սպանում է։ Հիսուս Քրիստոսի բոլոր առակները մարմնավոր առակներ են։ Սերմնացանի, չգիտեմ, այն թզենուն անիծես չորացավ, կամ երկնքի արքայությունը նմանա խմորի, որ մի կին վերցնեմ։ Մի խոսքով մարմնավոր օրինակներով, բայց միջի հոգին էր ասում։ Երբ որ աշակերտներն ասում են մեկնի առակը, Հիսուսն ասում է դուք եք հասկանում, ձեզի տրված է որ հասկանաք։ Ինչի համար է տրված, որտեղ Սուրբ Հոգին ձեր մեջ է, ես տվել եմ ձեզ Սուրբ Հոգին։ Դուք պետք է հասկանաք եւ մարմնավորը հոգեվորից զանազանեք։ Լույսն ու խավարը խառնված էին ծննդոց առաջի գլխում ամենասկզբից։ Մեր մեջ լույսն ու խավարը խառնված էին, բայց երբ որ Քրիստոսին մենք ընդունեցինք, Սուրբ Հոգուն ընդունեցինք, գրված է ծննդոց առաջի գլխի մեջ, Աստված լույսը խավարից բաժանեց։ Մենք հասկացանք, որ սա խավարի գործերն է, որ ես անում եմ։ Սա լույսի գործերն է, որը տանում է փրկության։ Սա մի փոքր հայտնություն, փոքր գաղտնիք, որ թողնի բոլորիս համար շինություն, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Ապրենք Տիրոջը հաճելի, Թագավորաց գրքի մեջ, ասես մի տեղ կա գրված, ասում է 3-րդ Թագավորաց 18:21-ում ասում է, կամ պահաղին ծառայեք,